Բոլորն էլ գիտեն, որ այս վերջին տարիների ընթացքում ծոցի երկրները եւ հատկապես Էմիրատները դարձել են յուրօրինակ համաշխարհային Շվեյցարիա, այսինքն այն բուն Շվեյցարիան դարձել էր հասարակ եվրոպական երկիր։ Հիմա փլուզվեց հիմա դա փլուզվել է։ Ինչի՞ա փլուզվել է, շատ կարևոր է մենք հասկանանք ինչի՞ա փլուզվել։ Ուրեմն բանն այն է, որ տեսեք, արաբական ծոցի երկրների կենսամակարդակը շատ բարձր է։ Իրանի կենսամակարդակը բավականին ցածր է եւ Իրանը շիական մամուլական երկիր է, իրանք սուննիական երկրներ են, բայց գրեթե բոլոր երկրներում կան շիական փոքրամասնություններ։ Եվ Իրանը միշտ այդ փոքրամասնությունների միջոցով փորձում էր ակտիվ դերակատարումներ, այսինքն ճնշել այդ երկրների վրա։ Շատ հասկանալ է, այն ժամանակ Սադամ Հուսեյնն էր փորձում ճնշել Քուվեյթի վրա, հիմա Իրանն է փորձում ճնշի, եւ այդ արաբական երկրները զգուշանում են, որ աղքատ Իրանի ճնշումը իրանց հարուստ կենսամակարդակը կարող է վտանգի։ Եվ իրանք ուզում էին ունենալ երաշխավորված խաղաղություն։ Երաշխավորված խաղաղության համար, քանի որ իրենց բանակները բավարար չէին այս խնդիրը լուծելու համար, ման էին գալիս թե ում միջոցով դա կարող են։ Եվ իրանք աութսորսի սկզբունքով հանձնել էին իրենց անվտանգությունը Միացյալ Նահանգներին, իսկ Միացյալ Նահանգները ձևավորվել էին գոնե հրապարակային մակարդակով անվտանգային հովանոցներ Էմիրատների, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Քաթարի եւ Բահրեյնի վրա, եւ որի արդյունքում այս պատերազմի արդյունքում ամերիկյան այդ հովանոցի գաղափարը փլուզվել է, այսինքն փաստացի մարդիկ հասկացել են, որ միլիարդավոր դոլարներ ամերիկացիները վերցնելով այդ հարուստ երկրներից, իրականում իրանք այդ հովանոցները սարքել են բացառապես իրանց բազաների համար։